Զինծառայողների հիփոթեկային վարկավորման, բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ինքը դե յուրե եւ դե ֆակտո հիփոթեկային վարկ վերցնել եւ փակելու ծրագիր է, բայց վարկն էլ վերցնում եւ փակում է կառավարությունը։ Խոսքա գնում 2850 այն շահառուների մասին, ովքեր 90-ականներից դեռ ընդգրկվել են բնակարանների հերթացուցակի մեջ, արձանագրվել է պետության պարտավորությունը այդ մարդկանց նկատմամբ։ Մենք կատարում ենք պետության ստանձնած պարտավորությունը։ Խոսքը գնում է այն մեր զինծառայողների եւ զինծառայության հետ կապված սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչների մասին, ովքեր պաշտպանության նախարարության բնակարանի հերթացուցակում ընդգրկված են։ Այսինքն այդ հերթացուցակը ընդ որում նախկինում մենք մի X պահի փակվել է արդեն, կոպիտ ասած մենք այս նախկին պարտքն ենք վերադարձնելու 4 տարվա ընթացքում եւ 4 փուլերով 2027 թվականին բնակարան ձեռք ենք բերելու առաջինից 735 հերթական համարով շահառուները, երկրորդ տարում 735-ից պլյուս 812 արդեն հերթական համարներով ու տենց մինչև վերջ։ Այսինքն մարդը այսօր արդեն այս որոշումից հետո ինքը կիմանա երբ է իր հերթը գալու, որովհետև ինքը արդեն գիտի իր հերթական համարը ցուցակի մեջ եւ ըստ համարի տենց համարը ծրագիրը գնալու է առաջ։